Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ օգոստոսի 22-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ աշխատանքային քննարկում։ Մասնակցում էին ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանը, Միգրացիա եւ քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելի Դավթյանը, ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ։ Օրակարգում քաղաքացիության տրամադրման գործընթացների առավել արդյունավետ կազմակերպմանը, գործող իրավակարգավորումների կատարելագործմանը եւ ոլորտում առկա խնդիրների լուծմանն առնչվող հարցերն էին։ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է վերագնահատել քաղաքացիության ինստիտուտը, կարևորելով քաղաքացիություն ստացող անձի եւ Հայաստանի Հանրապետության միջև կայուն իրավական կապի ապահովումը։ Մենք վերարժևորում ենք քաղաքացիության շնորհման եւ դադարեցման ընթացակարգերը եւ դրա տրամաբանության մեջ դնում ենք պետություն քաղաքացի հարաբերությունների նոր տրամաբանություն։ Այսինքն ինչի շուրջ որ կառուցենք մնացյալ բոլոր լուծումները, առանցքը մեր ընդհանուր ընկալման դա է, որ պետություն քաղաքացի հարաբերությունների տեսանկյունից նոր որակ պիտի ունենանք։ Ներկայացվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, վերականգնելու եւ հարակից գործընթացների վերանայմանն ու կատարելագործմանն ուղղված առաջարկներ։ Քննարկվել են իրավական պահանջների եւ գործող մեխանիզմների բարելավման հնարավորությունները, ինչպես նաեւ ոլորտում ի հայտ եկած խնդիրների կարգավորմանը միտված լուծումները, հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը Հայաստանի Հանրապետության իրավական եւ գործնական առանձնահատկություններին համապատասխանեցնելու նպատակով։ Ներքին գործերի նախարարը հանձնարարել է քննարկման արդյունքներով փաթեթը բերել վերջնական տեսքի եւ ներկայացնել հանրային քննարկման։